ագենտներն են, իր ազդեցության տակ գտնվողներն են, ոնց ուզում եք անունը դրեք։ Պատահական չի էլի եմ ասում, դա շքանշանները, որ տալիս են մեր Բարսաշչյան հոգևորականներին։ Պատահական չի, որ Պուտինը փրկեց հեղափոխությունից հետո Գարեգին կաթողիկոսին այն ժամանակ, երբ որ նոր հայրապետ, նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը արդեն ըստ էության հաղթանակել է եւ Գարեգինին ճամփելու են։ Պուտինը միջամտեց, խնդրեց Փաշինյանին, որ Աստավծիվ Պակոյ это վստահի կա։ Այսինքն ինչ որ բանալի մարդիկ կան, առանցքային դեմքեր կան, հանուն որի նույնիսկ Պուտինը, ասեք Խաչատուրովի համար չխնդրեց։ Երբ որ Խաչատուրովը բան էր, ՕԴԿԲ-ի քարտուղար էր։ Եվ երբ որ այստեղ գործ հարուցեցին կաշառակերության, Պուտինը չի խնդրել, որ ձեռմի տվեք իրան։ Այսինքն նույնիսկ նրան պատրաստ են, այդպիսի կարևոր պաշտոն է, հա, բայց իմանալով որ ուրիշ մեկի կդեն, հա, ինչ ա եղել։ Ինձ պաշտոն չի, որ չեն կարող փոխարինել էլի իրենց մարդով։ Բայց եթե հոգևոր իշխանության ղեկավարը փոխվեր եւ իրոք ժողովրդի ուզած հոգևորականը դառնար եկեղեցու գլուխ, այդտեղ արդեն վերահսկողությունը կորցնելու էր Ռուսաստանը։ Դրա համար այդտեղ ինքը խնդրեց Փաշինյանին։ Եվ առավել եւս ուրեմն կարեւոր է, որ հիմա պետք է փոխենք այս կտրիչին, ճանապարհենք եւ ես հույս ունեմ եւ ամեն ինչ պետք է անել, որ նոր տարին մենք նոր կաթողիկոսով դիմանենք կամ առնվազն փոխանորդով, որտեղ եթե հրաժարվում է կաթողիկոսը, բնականաբար փոխարինող կլինի միջև այդ եկեղեցական ժողովով նոր կաթողիկոս կընտրվի։ Դա լրիվ հակասահմանադրական է, որ այն տեսակետները, որ պետությունը իրավունք չունի ըստ սահմանադրության, գործող սահմանադրությամբ, միգուցե այդ դեպքում պիտի ժողովուրդը սահմանադրությունը փոխի, պետությունը պիտի սահմանադրական հանրակրվի։ Ինչ է անում պետությունը, որ հակասահմանադրական է։ Դե մի ասում են, որ չպիտի միջամտի ներ եկեղեցական խնդիրների հաստատության։ Չի միջամտում, հավատացյալներն են միջամտում։ Նիկոլ Փաշինյանը հավատացյալ, Ալեն Սիմոնյանը հավատացյալ, եւ հիմա տեսնում եք նաեւ եպիսկոպոսները հավատացյալ չեն են կարգալույց արված քահանայի աղբանը օշնանքը ընդուները ճիշտ է ասես չէ մի րոպե Արամ քահանայի ըստ 10 եպիսկոպոս ստորագրել են 10 թե քանի եպիսկոպոս ստորագրել են ըստ էության ուրեմն ոչ միայն Արշակ Սրբազանը ինչ է հա իրան կարգալույց անելու պահանջը իրենց ձևակերպմամբ սրբապղծության համար, բայց նաև իրենց դժգոհությունը կաթողիկոսի դե ֆակտո կաթողիկոսի կտրիչի պահվածքի վերաբերյալ, որ հովանավորում է։ Հիմա ինչ դրանով պետությունը ինչով է միջամտում։ Հոգևորականներն են, իրենք են պահանջում, իրանք էլ հանձնաժողովի անդամ են, կարգապահական հանձնաժողովը ինչը՞ չէ։